Օրն ուրբաթ է Արցախի հանրայինի եթերում մեր շնչերագիրն է։ Բարև բարեկամներ։ Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը շրջանի փոքրիկ գյուղերից է, առանձնանում է հետաքրքիր բնությամբ ու նաև կլիմայով։ Եթե հանրապետության շատ շրջաններում այս օրերին կիզիչ արև է, այստեղ մեղմ քամի է։ Ինչևէ, գյուղի այս ու այլ առանձնահատկությունների մասին առաջիկա րոպեներին։ Ճնշման համար ուրցա, հետո գանթափայա էսիլ ասպերինա, այս մեկն էլ զվերաբոյնա, բոլորին հայտնի։ Այս ամենը գյուղից ստացված բարիքներ են։ Լիսագորը շատ լավ է, ամեն ինչն էլ կա։ Հուվեր օժումա կյամա առնում, ճշում բանունին կյամա տանում։ Ինչպես հասկացել եմ, այսպես դաշտային ծաղիկներով, խոտաբույսերով հարուստ գյուղ է Լիսագորը, քանի որ նաև լեռնային է։ Ինչով է լավ գյուղ, ինչ առանձնահատկություններ ունի։ Անասուններ ունենք, ծախում են պանիրը։ Այ որ գյուղը գտնվում է ճանապարհի կողքին հենց անմիջապես, հնարավորություն է ստեղծում, որպեսզի ապրանք կարողանաք հանել շուկա։ Հա, պանիրայինում, լոբիայինում, կարտոշկայինում, պինում ենք, ծախում են։ Դե ժողովուրդն էլ առնում են այստեղ այս ճանապարհի վրա։ Ճանապարհի վրան էլ լավ էլ ծախում են, հա։ Նկատեցի, որ նաև բուրդ եք վաճառելու բերել այստեղ։ Հա, լվացքածել ունենք, նենցել ունենք, առնում են, հերթով կաղնում ենք։ Մենակ մին հոգի չլի, ամենին էլ ունեն պաներա, այդ բուրդուրիշիա, էսել մերնա, հերթով նստում ենք։ Տարվա այս եղանակին ես մտածում եմ, որ գյուղում շատ բարիքներ կլինի վաճառքի հանելու, իսկ այսօր միայն խոտաբույսեր են։ Հələ որ հեսա բանա մոշակիլական, մալինակա։ Հիմա բոլորը վերանորոգվել են, կառուցվել են նորերը, ճանապարհները վերանորոգվել են բոլորը։ Ջուրը հիմնականում ապահովված է ժողովրդը։ Ոռոգման ու խմելու։ Ոչ, ոռոգման ջուր ընդհանրապես չունենք, մենակ խմելու ջուր։ Գազաֆիկացված է, լույսերը գիշերային արված է բոլորը, կարգավորված է։ Ակումբն ունենք, ամեն ինչ ունենք, ժողովուրդը իրանց ամեն ինչ ունեն ապրելու համար, խաղաղ աշխատելու, ապրելու։ Հիմնականում աշխատում են, որտեղ որ աշխատում է, եւ զբաղվում են իրենց տնային տնտեսություններով, գյուղատնտեսությամբ, իրենց բոստաններով, ինչքան կարում են, մշակում են, անասուն են պահում։ Ամեն մեկն իր ոնց որ կարում են դες ապրում, այլ ինչ ասեմ։ Բայց հեսա որ կարում են իրենց պահեն։ Երիտասարդները շատ են, շատ աշխուժ է անցնում, երեկոյան հավաքում են, թենիս ունենք, թենիս են խաղում, նարդի, շաշկի, այստեղ անցկացնում ենք թենիսի մրցույթներ, շախմատի մրցույթներ, նարդի մրցույթներ, երիտասարդները հավաքում են, դիսկոտեկաներ են կազմակերպում, մեծ մասը գյուղի ձորակոչիկները, որ գնում են գալիս են, ստեղ ենք անցկացնում, բոլոր ընտանիքներով հավաքում են, սեղաններ գցում են, տոնով անցկացնում ենք։ Ամեն միջոցառման միշտ մասնակցել ենք մշակութային փառատոներին, պատվոգ խաչմերուկներին, միշտ պատվոգրեր ենք ստացել, գրքեր ենք ստացել։ Այստեղ երեխաները բոլորը տարբեր տեղից են եկել, բայց դա չի խանգարում, որ մենք ակտիվորեն մասնակցենք ամեն ինչին, լավատեսենք, նույնիսկ այդ քառորյա պատերազմին այստեղ հավաքվել ենք, ինչով կարողացել ենք օգնել ենք զինվորներին։ Իմ երկու երեխեքս էլ զինվորել են։ Շատ լավ է հիմա ստեղի կյանքը աշխուժ է։
գիտեք ոնց է, բոլորը մեկի համար է, մեկը բոլորին։ Այդ նշանաբանով բոլորս ստե ապրում ենք, աշխատում, երեխեքը միշտ գալիս են, մասնակցում են, նույնիսկ մեծերն են մասնակցում, կարևոր չի դպրոցականները, երիտասարդներ, տարիքով մարդիկ են առաջարկում, ասմունքում են։ Ունենք լավ մասնագետ Նորայր Սահակյանը, դուդուկ դհոլապարապում, երեխաները ակտիվորեն մասնակցում են, ասմունքի խմբակներ ունենք, շատ շնորհակալ ենք, ինչով էլ որ կարողանում ա ղեկավարությունը մեզ օգնում է։ 2005 թվականից է, բայց ստեղ ամեն ինչ հարմար է, մենակ մեր ջեռուցումը լավ չի, որտեղ ստեղ շատ բարձր տեղ է, քամի ձյուն է, չեն կարողանում շատ ջեռուցումը հավասար լինի, որ ստեղ ձմեռնել էլի միջոցառումները լավ կազմակերպենք, բայց մեր վարչակազմի ղեկավարը մեզ խոստացել է, որպեսզի ջեռուցման հարցն է լուծվելու, շնորհակալ ենք, մեր գյուղով մենք լավ անցկացնում ենք ամեն ինչը մեր մշակույթով։ Դուրս գալիս է, եթե լավ չլիներ, ես չէի բնակվի այստեղ։ Հաճելի գյուղ է։ Գյուղացիները շատ բարի են, մեկը մյուսին օգնում են։ Դե Ինչով եք զբաղվում, հետաքրքիր է։ առաջամ ես ոչ մի բանով։ Դա հողագործությամբ։ Ջուր ունեք, որպեսզի հողագործությունից կարողանաք բերք ստանալ։ Իհարկե ունենք։ Գյուղը ապահովված է այդ հարցով։ Ամեն հարցով էլ ապահովված ենք։ Եվ ինչ է մնում այդքանի հետ մեկտեղ։ Դե ապրել։ Այո, աշխատել, բարգավաճել։ Անասնապահությամբ նույնպես զբաղվում եք։ Առայժմ չէ։ Դա խնդիրներ կան, որ պետք է գոմի հարց կա էլի լուծելու, դա այդ հարցը նա որ լուծվի, որ ես արդեն կարողանամ այդ հարցերը կարգավորեմ։ Գյուղը հետաքրքիր բնություն ունի, լեռնային է, կարծում եմ մեղու պահելու համար լավ տեղ է։ Այդ ճիշտ է, դա էլ եմ ես մտածել, ուզում եմ դա էլ անեմ։ Դա երևի այս տարի արդեն մի քիչ ուշ է, բայց հեսա մյուս տարի ես այդ հարցերը պետք է լուծեմ։ Շենալի բեն կանամ մզատը խոտո հարմը քեյվանով պահում գործընկանում ապրում դի։ Դերևս գյուղամիջում մեզ որպես գյուղի ամենաաշխատասեր մարդուն ձեզ խորհուրդ տվեցին։ Ինչով եք զբաղվում, ինչ եք անում։ Անասունուկ պահում, հիմի խոտում հարում արդեն։ Հետո աշխատում եմ ստեղ։ Որտեղ եք աշխատում։ Ղարաբաղ տելեկոմը որպես պահակ։ Հետո անասունալի պահում ստեղ ամեն ինչ նրանք Բոստան պենը կանամ ապրում։ Գյուղ աշխարհագրական դիրքով հարմար է գյուղատնտեսության համար։ Հա, լավ է։ Ճանապարհը իրանանք, ինչու կարում ենք դուսկոն մատը ճանապարհը փողոք սարքում շուտ։ Հիշքանը ուզումս որ նա Ստեփանակ էր, քինաս Երևան, քինաս ավելի շուտ սկինամ։ Բոլոր տրանսպորտներից օգտվում եք։ Ամեն ինչա։ Ինչպես հասկացա, ջուր ունեք, գյուղը գազաֆիկացված է, համացանց ունեք։ Այսքանով հանդես կա մի բան, որի կարիքն այսօր ունեք։ Դե սաղ կա, ինչ կարի։ Ամեն ինչ լիոնիկ իմաց։ Գյուղն աշխարհագրական դիրքով ըստ իմ կարծիքի նաև մեղվաբուծության համար է շատ հարմար։ Զբաղվում եք մեղվաբուծությամբ։ Չէ։ Մեղվ ես վախշե վախում մտանա։ Գյուղում զբաղվում են, քան ընտանիք կա, պահում են։ Դե հովեր սիրում ապահում ալի, եշած մարդին, մեկը կա մեղվա պահում, մեկը կա անասուն ապահում, մեկը կա քինամադաշտից ամեն ինչ հավաքում վերում ճամփին փողա սարքում։ Նաև անտառների բերքից եք օգտվում։ Հա։ Անտառներով մոտ է անտառ։ Հա, բերքը շատ է, մորիա, մալինայա, սմարոձինայա, անտառն է սարլիկն է։ Այս տարի բերքի առումով ինչպիսին էր տարին։ Չէ, ստարի ենքան բերքատու չի, բայց ենա մորի մալինա կա, տիպեները կա, բայց տանց խունձոր ստարի չէ, որտեղ անձրևն է շատ այկա պչացալ ադի, հետքան պեն չի, բայց անցած տարի շատ լավ տանց խունձոր արար, մարյա մին հեկտար բոստան ունի, անցած տարի շատ լավ բերք արար, դե ստարի խոտնա լավ, անասունը տարի աստարի,
խոտը հնձում ու օրինակ մարդկա ծախում է կամ պիրում ու այնքանը պիրում հալա մի տարենել եմ նստա մնամ մի տարվա հատե ձևի։ Գտնում եք, որ այստեղ եթե մարդ աշխատասեր լինի, ապրուստից հաստատ չի դժգոհի։ Մարդ կարել չսոված մնա։ Ստա նադը ոչ պենել չպահես դաշտերից ու կարաս այնքան օգտվես, որ լավ ապրես այդ ձևի։ Հիմնական վերանորոգումը 2002 թվականին Թեհրանի հայոց թեմի հովանավորությամբ, բայց անցած նախանցած տարիները արդեն տեղի ուժերով վարչակազմի նախարարության արդեն հիմնովին վերանորոգվեց։ Հենց անցած նախանցած տարի երկու անգամ վերանորոգել են կապիտալ վերանորոգվել է, մինչև էլ են վերանորոգել, բայց անգամ կապիտալ ու ջարուցման համակարգ ունենք արդեն գազով բաքսեր միացրած։ Ձեր գյուղի պարագայում սա առաջնահերթ այսպես խնդրի լուծում է, որտեղ շատ ցուրտ է լինում այստեղ։ Համար մեկ պայմանն է։ Ջերուսման տականալու հարցը արդեն որ ջերուսման համակարգ ունի երեխեքը ոնց ասեմ քանի ժամ պայես այնքանի կմնան իրանց էլ հաճելի մանավանդ լիսագորի ծմերային պայմաններում ունենք համակարգչային կաբինետ գրադարան այսինքն ապահովված ենք անհրաժեշտ հնարավորության սահմաններում անհրաժեշտ ամեն ինչով բոլոր պայմաններն ստեղծված է որպես նորմալ ուսումնական process գնա Դպրոցը քանի աշակերտ ունի 16 աշակերտ 12 ուսուցիչ Բայց եթե շատացան էլ չէ։ Նույնիսկ աստված շատանա չբավարարի, բայց այս պայմանությամբ, այս պայմանությամբ բավարարում են։ Իսկ տենդենսն ինչպիսին է, աճ նկատվում է։ Նույն տեղում է տալիս, քանի տարի, 16-ից 20-ի սահմանում։ Երեխեքը, որտեվ ջահելությունը ահագին ունենք, բայց որոնք չեն ամուսնանում։ Դպրոցը մասնագետների խնդիր ունի։ Մեկը բարձրագույն ավարտեն, մեկը ուսանող։ Այսինքն 12-ն էլ բարձրագույն ավարտ ուսուցիչներ են։ Լավ շրջանավարտներ ենք տալիս, առաջին ժամանակ ինստիտուտ են գնում, հիմնականում հիմա արդեն ավելի ճիշտ են մոտել, հարցին քոլեջ են գնում, արհեստագործական ուսումնարան են գնում, ահագին ունենք շատ պայմանագրային զինծառայող մեր շրջանավարտները։ Նորմալ է։ Շատ բարձր չի առաջադիմությունը, որ ասեմ, բայց նաև ինչի, որ ասես իրեն չի արդարացնում այս հիանալի պայմանները ստեղծելով։ Իրոք պայմանները կան, մնում լավ սովորեն, ամեն ինչ նորմալ է։ Մարզադահլիճ ունի դպրոցը։ Մենակ դրսում, ոնց ասում, պարզ տիպի հարմարեցված, չէ, հնարավորություն չունենք։ Մի քանի սենյակը մարզադահլիճ էր, բայց որ դպրոցի երեխաների թիվը շատացավ, դարձել են 3 դասարան, դասասենյակ։ Շախմատն շատ լավ խաղում բոլորը։ Իրոք կարելի ասել շախմատային թեքումով է, ոչ հիմնական, բայց այնքան բոլորը սիրում են։ Քիչ առաջ նշեցիք, որ երեխաների հետ ինքներդ ֆուտբոլ եք խաղում։ Մարզասեր երեխաներ ունեք, ինչպես հասկացա։ Իրանք են ստիպում անտառ, որ եկեք խաղանք, դե մեզ համար լավ, ամեն օր խաղում ենք։ Ու այս ամառը կոնկրետ պլանավորել ենք, որ 2-3 օր խաղում ենք, մի օր հագստանում 2-3 օր խաղում, զբաղվում ենք երեխեքի, դե առանձնապես այդպես զբաղվելու բան չունեմ։ Կգաք, բարև ձեզ։ Տղամարդիկ հրաժարում են, գուցե դուք հանձն առնեք մեր մի քանի հարցերին պատասխանեք։ Խնդրեմ։ Ինչ հարց ունեք, որ անպատասխան մնում ես մեր հիանալի գյուղում։ Շատ ուրախ եմ, որ այդպիսի կարծիք ունեք գյուղի մասին, որտեղ ապրում եք, կուզենայի հենց այդ հիանալի գյուղի մասին պատմեիք մեզ։ Որ նայում եմ դրսի ապրելակերպին ու մեր գյուղին, եթե աշխատում ես, ապրում ես, իհարկե։ Ցանում ենք լոբիա, կարտոշկայա, սոխա, պամիդորա, բիբարա, վերջը ինչ դառնում է։
Բացի դրանից էլ անասուն ենք պահում, որ անասունով արար ենք, երեխեքին պահենք։ Ես իմը պահել եմ, իմը մեծ են, պսակած թորնատեր եմ։ Այո, հիմա էլ թորների հոգսերն եք։ Հոգսն եմ քաշում, որ հոգսը թորներս պահեմ։ Ավարտեն, մարդ դառնան, որ ես էլ կողքից ուրախանամ, որ Հավայի չենք գյուղում ապրում։ Էտա մեր գյուղի իմաստը ապրելու, թե չէ հենց հիմի էլ կարանք սաղ, ծախենք, ծախենք, գնանք քաղաքը մի տեղ նստենք, պուլտովը տելևիզոր նայենք։ Այն նշեցիք, որ գյուղատնտեսության տարբեր ճյուղերով զբաղվում եք։ Ձեր գյուղում ո՞րն է առավել եկամտաբեր, ավելի արդյունավետ։ Երևի անասնապահությունը, մեկ էլ հողագործությունը, ուրիշ ոչ մի բան։ Ըստ է արտեր չի դառնում, որ ասենք արտը ցանենք, չենք բաշարում, ցանենք։ Որ դառնա էլ կանենք։ Դե հողագործությունն է, մեկ էլ անասուն ենք պահում, ով կարում պահում ապրում Ազիզ ջան, ով չէ։ Թող գնա հովին նստի, տենա երբ են երեխու փող տալի, թոշակ տալի, որ ապրեն։ Իսկ աշխատասեր գյուղում դժվարությունները շատ է։ Բան ցնում եմ զորով, ջահելից բան ցնում եմ, որ իր երեխեքը պահի։ Իսկ աշխատասեր են ձեր գյուղի բնակիչները։ Ճիշտն ասած, այո։ Դաշտերից են շատ մասը, դե տուն չի կարում անասուն պահի, բայց դաշտերից օգտվում են։ Էսա մոշը դուզ գա, այս տարի կարկուտ տվել է, ելակ մելակ չկա, մոշը դուզ գա կքաղեն, լավ էլ ապրում են, վատ չի։ Դե որ գյուղում հիմի զավոդ, որ գնանք բողոքենք, ասենք զավոդ չկա։ Ում ձեռիջ գալիս է անում, աջուրը քաշել ենք հեն, աշրխկալ են գալիս է, որը կարում ենք անում ենք, Ազիզ ջան։ Այ ձեր տուն մտնելուց նկատեցի, որ բուրդ եք մշակում, մաքրում։ Բուրդը մեզ ոչխար չունենք, բայց առնում ենք, գյուղում կա պահողներ, առնում ենք, բերում ենք, մշակում ենք։ Երևի աղջկա օժիտ կապենք, կամ էլ փափուկ քնենք, այն սինթետիկի վրա չքնենք, այդ են։ Մենք պանիրա, կաթա, յուղա, կարակ, այդ էս բաներն ենք անում։ Հա, պանիր հացա, տակ կերի։ Ապրեք։ Ունենք մատերիալներ մի քանի ընտանիքներ, հա փոխելու ենք տանիքները։ Պետք է անտարային ցախ կտրելու, բերելու ձմեռային ցախի բարգապայտի համար ճանապարհներ սարքենք հիմնականում եւ առաջիկա խոթարքներն ա, որ պիտի խոթահարեն ժողովուրդը տեղափոխ։ Տարվա այս եղանակին գյուղացու ամենաառաջին աշխատանքը, ամենակարևոր աշխատանքը։ Բոլորը գիտեն իրենց աշխատանքը, բոլորին էլ օգնում ենք, աջակցում ենք, ինչով կարողանում ենք։ Այսօր ինչ խնդիր ունի գյուղը։ Շատ բան ունենք, շատ բան էլ չունենք, դե այնպես է որ աջակցությունը կառավարության միշտ էլ զգում են բնակչությունը, որովհետև բարձր դիրքում են գտնում։ Ձմեռը որ ձունում մի մետր դնում է, չեն կարողանում մաքրեն կամ դժվար է, սառում է ջրերը, ճանապարհները, ամեն ինչն էլ հարց է, ջեռուցումը, դե ամեն ինչ էլ խնդիր է, լուծում է, բայց դե որ աջակցությունն ավելի լավ կլինի երևի ժողովրդի համար։ Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը շրջանի առատ գյուղերից եմ, գյուղացիներն աշխատասեր են, ավելին շուկայում առանձնահատուկ տեղ ունի Լիսագորի պանիրն ու մեղրը։ Այսքանը կարողացանք բացահայտել այս գյուղի մասին, ևս մի գյուղի պատմությամբ մեզ սպասեք հաջորդ ուրբաթ։